Հոսանքազրկումները հաճախակյացել են, նաև հովհարային ջրանջատումներ են լինելու։ Ջրային տնտեսության կոմիտեի նախագահն էլ ասաց, որ ջրանջատումներն անխուսափելի են։ Ինչ է լինելու հատկապես մարզաբնակ քաղաքացու վիճակը, եթե Փաշինյանը վերընտրվի։ Շատ վատ։ Ձեր կարծիքով ինչ պետք է ապրի։ Սոշագարուն, եթե ջուր չեղնի, մեկ հանձնել անջատել, բրծել են։ Այլ ոնց, ես որ вообще չեմ կարա դրան դիմանամ արդեն, եթե անջատեն, ես դրան ոչ մի անգամ չեմ կարա դիմանամ։ Ինչի՞ պիտի անջատեն, այդ մի բան էլ գլխներիս կտրվավ, արդեն գնանք մի բուր հոգցեն դրաններից, պարգենք քեզմանից, ինչ ենք ապրում, ես չգիտեմ։ Սա շոու է, շոու։ Սա իր սարկազմ է։ Չգիտեմ, երևի իա կարծիքով օտո։ Իրանք ամեն ինչով է ապահովված են, կազներ ունին, դուսներ ունին, պալատներն ունին, այն կանտաներ ունին, Եվրոպաներն որ տեղու տատաշ չունին։ Խեր ժողովուրդն ինչ են։ Ես եմ ներգատության վտարային տան մեջ կաբրին։ Իմ տունս բլավ երկրաշարժից հետո ես նորից փոխվա մեր իմ տունը, որը 4-րդ կարգի վտարային տուն է իմ տունս։ Եթե մի ադամ ուժեղ ժաշկենի նորից կպլի այդ տունը։ Զովն է ունեցա։ Տղես 20 տարեկան մնաց երկրաշարժի տակը։ Ոնց որ Ղարաբաղ են ապրել, հոսանքը անջատել են, մարդիկ դուրս են եկել, դուրս, տանել չեն նստել, խալադիլնիկում ու բան չեն պահել, ինչ պետք է անել, բլակադ է, հետո էլ Ղարաբաղի ճակատագիրն է լինելու, կամաց, քայլ առ քայլ։ Ընդանրապես այդպես է, մեկ տեսար լույս չկա, հոսանք չկա, մեկ տեսար ջուրը կկտրեն, ըմբես չէ որ մենք դրանց մեջ հարմարվել ենք։